Չայնցավանի բարևի հեղափոխությունը, սիրով սպասենք այնտեղ, միասին, Այ Ռաֆովանցյան ասում պատրաստ եք երկարատև պայքարի։ մեր հաղթանակի, Պատրաստ եք։ իրավական Տեղի իշխանությունների Ազիզյան Չայնցավանը 99%-ով Ռաֆի Հովհաննիսյանն անտրել։ Ես կարամ բոլորի անունս խոսալ։ 99%-ով։ Իսկ ինչու ոչ Սերժ Սարգսյան կասեք, որն էր պատճառը։ Որովհետև մենք արդեն մեր դանակը մեր այստեղ ասա։ Մերը գերեզմանոց է, Չայնցավանը լրիվ հերթոտ մահանում են գնում գերեզմանոցը պարտում։ Ոչ մեկին աշխատանք չունի, որ ասես վախենում են։ Մենք էլ ինչ ապրելու հնարավորություն չունի Չայնցավանը։ Գործ ունենք, ոչ էլ ման ունենք։ Վախենալու Գենոցիդը։ Էսի որ եղին։ Առավոտ։ Չեք ասի, իսկ մարզպետից ինչ դժգոհություններ ունեք։ Մարզպետից։ Այ Ռաֆովանցյանը պահանջեց նրա հրաժարականը։ Մարզպետին ճնշում են, են էլ մեզ ճնշում բանը։ Կարծում եք ճնշում են կոտակի մարզպետին։ Ոչ ճնշան են մեզ լրիվել մի ենթարկվի իրան։ Ով է ենթարկվում, մենք չենք ենթարկվում ոչ մեկ։ Երկու բարի։ Վերևից էլ ընդանեն ճնշում։ Իսկ ընդհանրապես հանրահավաքների գալու Ռաֆի Հովհաննիսյանի դրա հետ կապված սպառնալիքներ ճնշումներ լինում են։ Թողնում են, այսինքն ճանապարհները ազատ են բացում։ Կանչում են միլիցիայություն վախցնում են, այո, խոսակցություններ կա, ցավոտ։ Երթուղայինների վարորդների։ Այսինքն վարորդներին են ասում իբե։ Որ մարդ եք տարել, լսել ենք մարդ եք տարել, մյուս անգամ չտանեք վատ կլինի։ Հանրահավաքների օրերին։ Տարի վարորդ եմ աշխատում, թողնեք ինձ ասել չես բանամ։ Իսկ մարզպետներին բոլոր բնական չի որ տոկոսա դրացել են բոլորի վրա։ Այդ ով չգիտի որ տոկոս։ Ռաֆին ավելի շատ ձայն է հավաքի, բայց փաստացի սաղ կեղծվել է։ Նույնիսկ Չարենցավանում էլ լցոնել լիքն է, լիքը։ Ով չգիտի որ Փաստացի Ռաֆին ավելի շատ կտաներ, քան թե իրականում եղել է։ Սաղ տեղ եղել է լցոնել։ 84 տարեկան եմ։ Աշխատանք արը, մի մայում նստել ղեկավարներից խապին։ Եկան մեզի խապին։ Սաղ մորում է զազը, սաղ մեր սարկածը։ 70% քանդին ծախին մի պարում են։ Մի կայնած պարում են։ Մենք ինչ անենք, որին հավատանք, ես ինչ եղան մեր հալը։ Մեկ, երկրորդը, գալում սուդ են խոսեմ, ելնում են մետարյանցում է ուրիշ բան են սարկը։ Թոբերի գումար վաստակի 90%-ը սոված վնգստմա, թող տա պերերիվ ենք եկես, սովա սարավ, թող տա մարդիկ հաց ուտեն։ Դոնք դրսից եկան։ Թող տա, ժամը ուտից, քուշեն սարուց եմ ժարտում, սովա սարավ, վիրոպը կները սար տաղ շվլով։ 500 դրամով աշխատում, 500 դրամով։ Զուքարան մաքրելոց թող ավաստակում, թող բերի կշտեցնի, ուրա Ռաֆին, թող բերի, հենց մի թող տա, կուշտ Ռաֆի Հովհաննիսյանից ինչ ակնկալիքներ ունեք։ գումարը փոխվում հիմա։ Գումար եմ, ինչքան ինչի համար։ Սոված եմ։ Ռաֆին աշխատող։ Թող բերի, հիմա Իրան եմ ես ուզում պաշտպանել, ես ուզում եմ 30,000 փող եմ ստանում, անլուսան ճրակ նստած եմ, ում համար է, ես ինչ կա, ես ինչ ձևական բաներ է, ես ինչ կա, ձևական բաներ, Ռաֆի, հլը Սերժը լավիս վատիս պայել է, Ռաֆին եկել է, ուրնա բանա, վերջացել եք ամոթը։ Զուքարանը մաքրում դե ավելի լավ է սիրում քեզ գնա։ Զուքարանը մաքրում է, նստել է։ Այսինքն ինչի է որ զուքարան է մաքրում, բայց գոհ է Սերժ Սարգսյանից, ինչի է այդպես, ներողություն հիմա։ Դա չի հասկանում ուղի։ Չայնցավանում ուզում ես խոսելաս հաղ Ռաֆի Հովհաննիսյանի կողմն է, ցավ։ Այդ խոսքերը չգրես հանգարց։ Դելսե աղջիկ ջան։ Եկան, դոնք գնացին ժամը ծախսերով խաչ անին, մեր տները քանդին, 70% ծախեցին Պեչենով, հիմա մնաց 30%-ը։ Ում նկատի ունեք, անուններով եկեք։ Հենց Լևոնը, սաղ կանազները։ Ես ինչի հասցնի, հմել խոսում ենք բադեն թապ տալում, կամ կալում խացով խպում ենք, վերջի իշտ եղի սրա, ես ինչ ծարկեցիք ես երգիրը, հմել եկել եք Զալատոյ գորյաբես չայդ, էդ որ ընդրություն էին եղնեմ, ինչի գնաց գալադով կա հայտնեց, տոկոսով փող է վերցրել պրեզիդենտ է դարնում, հա? Հերիք եղավել մենք չենք համպերում, այս կարունները սոված են, չենք կրմավել։ Ռաֆի Հովհաննիսյանից ինչ ակնկալիքներ ունեք։ Ռաֆի Հովհաննիսյանն ես չեմ ճանճնում, այնվաղ Զալատոյ գորյաբես չալ ուրիշ բան խոսած, հմի ուրիշ բան է խոսում։ Այսօր իր հանրահավաքին եկել եք ուրիշ բան է խոսում։ Ես կասեմ, ես հարգում եմ նրա գաղափարները, ողջունում եմ, մեծագույն, մեծ քանակությամբ Չարենցավանից քվեատարել, ժողովուրդը վստահ է, նրա քաղաքական գործերը
նպատակասլաց ուղղությունները մեզ հայտնի է, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Ասում են, չգիտեմ, իրավական կողմով դա արդարացված է թե ոչ։ Ինչի մենք Ռաֆի Հովհաննիսյանի ձայները արդար ենք համարում, բայց գործող մեր նախագահի գործերը կեղծված ենք համարում։ Միթե դա իրավական կողմ ունի։ Միթե դա իրավական կողմ ունի։ Այսինքն ապացույցներ չկան, հա։ Ապացույցներ կա, թող ասեն ժողովրդին, այդ ապացույցները կան թե չկա։ Ես Չարենցավան համայնքին եք, այ ժողովրդի մասնիկ եք, դուք ինչ եք կարծում, կեղծվել են ընտրությունները, թե չեն կեղծվել։ Համաշխարհային դիտորդներ են եղել, վստահված անձեր են եղել։ Դուք մասնակցել եք ընտրությանը, դուք ինչ եք կարծում, կեղծվել են թե չէ։ Ես եղել եմ, կեղծում չի եղել։ Կեղծում չի եղել։ Իմ ընտրատարածքում կեղծում չի եղել։